Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք նոր ժամանակներ կուսակցության նախագահ պարոն Արամ Կարապետյանի հետ։ Ողջունում եմ պարոն Կարապետյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, շատ ուրախ եմ, որ նորից տեսել եմ, որ ակտիվ գրառումներ եք անում, այսինքն նորից ոնց որ քաղաքական դաշտում դուք եւ ձեր կուսակցությունը սկսեց Երևալ։ Ես ճիշտ եմ, նոր է, չէ՞։ Նոր եք սկսել։ Կրկին եք սկսել ձեր ակտիվությունը։ Մի պահ չկար։ Ինչով է պայմանավորված, որ որոշել եք նորից խոսել, ձեր կարծիքը հայտնել, որը շատ կարևոր եմ համարում, դրա համար ես հենց տեսա անմիջապես ձեզ հրավիրեցի։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, սա ընտրությունների հետ կապված խնդիր չի իմ մոտ։ Սա Հայաստանի շուրջ ստեղծված եւ ստեղծվող իրավիճակի մասին է։ Իհարկե այն ժամանակ էլ ոչ մի ճիշտն ասեմ դրական բան չեղավ, դրական չասենք, այսինքն Արցախի հայաթափում եւ այլն, բայց հիմա Իրանյան պատերազմի հետ կապված ստեղծվելու է տարածաշրջանում իմ կարծիքով ել ավելի նոր վիճակ, որը կարող է գնալ մի քանի ուղղություններով կապված այդ պատերազմի ելքերի հետ, պաշտոնական ելքերի։ Եվ դրա համար Հայաստանը կանգնելու է, գիտեք, մի բախտորոշ էլի որոշման, ինչպես 1918-20 թվականներին, թե ուր գնա եւ ինչ է լինելու Հայաստանի հետ։ Դրա համար ես որոշեցի նորից իմ համեստ գիտելիքներով հետ գալ քաղաքական դաշտ, փորձել բացատրել թե հանրությանը, թե քաղաքական ուժերի ասածների անալիզի հիման վրա կարողանալ կողմնորոշումների խնդիրներ լուծել, ինչ-որ ձևով օգնել դրան։ Լավ, դուք հիշեցրեցիք 1918-19 թվականները եւ նմանություն, ասացիք իրավիճակը գրեթե նման է։ Բայց այն ժամանակ եւ դուք հարց եք դնում այն ժամանակ էլ, այսօր էլ մենք մտածում ենք ուր գնալ։ Ուր գնալ մենք որոշեցինք, թե մեզ հետո տարան։ Այդ ուր գնալը եւ մեզ տարան, եկեք մի հատ դա անկեղծ լինենք մենք մեզ հետ։ Ինչ տեղի ունեցավ եւ ինչ գեղեցիկ խոսք է, բայց կներեք պետք է ասեմ, ինչ չպետք է թույլ տանք, որ նորից տեղի ունենա։ Որ սխալը չպետք է կրկնվի։ Եթե հիշում եք 1920 թվականը մեր համար, որպես անկախ պետականություն, ցավոք սրտի ավարտվեց Ալեքսանդրոպոլի համաձայնագրով մի կողմից, մյուս կողմից Բորիս Լեգվանի հետ, խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանում, պայմանավորվածություններով, որը վերջ դրեց 1918-20 թվականների մեր պետականությանը որպես անկախ պետականություն, ես նկատի ունեմ քաղաքական վերջ դրեց, որովհետև իրավական բոլոր ձևակերպումները հետո անցան, մենք մտանք միություն եւ այլն։ Բայց վերջացավ ամենավատթար որոշումը դա դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրոպոլի պայմանագիրն էր, որով նույնիսկ Ալեքսանդրոպոլը Գյումրին մինչև վերջ հայկական չէր, չեմ ասում երկաթուղու, դա մասի շատ է խոսվել։ Բայց ամեն ինչ ասեք, որովհետև այսօր դա իսկապես բոլորը զգում են, որ նման է այդ իրավիճակը։ Իհարկե ճիշտ եք շատ, եւ ես նայել եմ նաեւ ձեր հաղորդումները, որտեղ դուք շատ ճիշտ եք բացում ձեր հյուրերի հետ այդ խնդիրները, որովհետև նմանությունը ուղղակիորեն ոնց որ գիտեք ակնհայտ է եւ ոնց որ copy-paste արված լինի ինչ որ մասերով, հա։ Երբ որ առաջարկ կար խորհրդային Ռուսաստանի կողմից ավելի շուտ խորհրդայնանալ, քան դա արեց Ադրբեջանը, հայկական կառավարությունը այն ժամանակ հրաժարվեց, չնայած որ 19 թվականից ինչ որ առումով սկսել էր բանակցություններ վարել թե խորհրդային Ռուսաստանի, թե եթե հիշում եք Դենիքինի շտաբի հետ, որպես սպիտակ շարժում հա Белое движение, այսինքն ես չեմ կարող ասել, որ այն ժամանակ էլ Հայաստանի կառավարության մեջ չկային իրատես մարդիկ, որոնք հասկանում էին, որ իրավիճակի սրման պարագայում բոլոր կողմերի հետ պետք է մինիմում ունենալ ինչ որ խնդիրների գոնե փոխանակման ուղի, հա, չասեմ ուղղակի բանակցություններ։ Հարաբերություններ գոնե։ Հարաբերություն, իհարկե, ճիշտ եք, հարաբերություններ երկխոսելու հնարավորություն, այո, ճիշտ եք, երկխոսելու հնարավորություն։ Եվ այս երկխոսելու հնարավորությունը պիտի որ վերջո տար իր արդյունքները
Եթե Սևերի դաշնակցով, եթե հիշում եք Հայաստանը չդառնար, բավականին մեծ եւ Թուրքիայի ազգային ժողովը այդ դաշնակիցը չընդուներ։ Թուրքիայի ազգային ժողովը, եթե հիշում եք, հրաժարվեց ընդունել այդ դաշնակիցը եւ այլ բան չէր մնում, քան Սևերի պայմանագրի այդ ամբողջ ընթացքը, այդ թվում նաեւ այն հողերը, որը այդ դաշնակցով անցնում էին Հայաստանին, ստիպել ուժով։ Իմ կարծիքով սխալ է որոշումը, բայց որոշումը է հիմա հետ այդ որոշումը, որ պետք է ուժով ստիպել Թուրքիային ընդունել Սևերի դաշնակիցը։ 30,000-ից բանակի դեմ կանգնած էր 50,000-ից թուրքական բանակ։ Վրաստանի անհասկանալի այդ պարագայում անհասկանալի, պահվածքի դիրքորոշման պատճառով այդ զորքը տեղ չուներ աճելու։ Նորից կգտնեմ, հիմա հետ նայելով 100 տարուց ավել, հեշտ է որոշակի որոշումների հետ կապված անել եզրակացություններ, բայց փաստը մնում է փաստ, որ սկզբից ունենալով որոշակի հաջողություն եւ նորից կգտնեմ վրացական բանակի նետալ պահվածքը, բերեց նա, եթե հիշում եք, թուրքական բանակը սկսեց իր հակահարձակումը հայկական բանակի վրա Եվ այն վերջո շատ չմտնեմ պատմական անալները, որովհետև դրա մասին խոսելը վերջացավ դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով եւ ինչ որտեղ այդ պահի համար, որովհետև հետո ես ավելի առաջ կգնամ, այդ պահի համար մեր բախտը բերեց, որ Բորիս Լեգրանը արդեն հայտարարել էր, հիշում եք նոյեմբերի 29-ին, 20 թվականի խորհրդային զորքերը համարյա թե անարգել մտան Երևան եւ Հայաստանը խորհրդայնացավ։ Ինչու եմ սա ասում, որտեղ խորհրդային Հայաստանի կառավարությունը արդեն առաջի դեկրետներից մեկով չճանաչեց Ալեքսանդրապոլի համաձայնագիրը եւ խորհրդային Ռուսաստանը այդ պարագայում արդեն սկսվեցին բանակցությունների մի ընթացք, չնայած որ զորքերը, թուրքական զորքերը, սա ուզում եմ հիշեցնել, Ալեքսանդրապոլից դուրս են եկել 21 թվականին միայն։ Նրանք դեռ այնտեղ էին։ Դրանից հետո սկսվեց առևտուրը, որը քեմալական Թուրքիային հաջողվեց շատ բան անել, իմիջիայլոց նաև ասեմ, որ Թուրքիայի դիվանագիտությունը այս պարագայում շատ ավելի առաջ գնաց եւ կառավարության անդամներից մեկը որը եկավ Թբիլիսի այն ժամանակ, դեռ պատերազմի ժամանակ, համոզեց վրացիներին նեյտրալություն պահպանել եւ հրագիր տվեց Անկարա, որ ճանապարհը ազատ է։ Երկու խոսք է եղել։ Այդ պարագայում եւ հակահարձակումը սկսվեց, այնինչ որ ավարտվեց Ալեքսանդրապոլով։ Դրանից հետո Քեմալական Թուրքիայի եւ Ռուսաստանի բանակցությունների արդյունքում մենք ունեցանք մարտի 16-21 թվականի Մոսկվայի պայմանագիրը, որը հետո նաև արդեն 3 հանրապետությունները ստորագրեցին Ղարսում, որի պարագայում շատ մեծ հատված, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև առևտրի արդյունքում Բաթումը թողելով Վրաստանին, մեզնից վերցրեցին շատ մեծ քանակությամբ հողեր, այդ թվում եւ Արարատ լեռը, որի մասին հիմա շատ խոսում են։ Այդ պայմանագրով է, որ Արարատ լեռը անցել է Թուրքիային։ Այսինքն ստացվեց, որ մի կողմից օբյեկտիվ դժվարությունների, որովհետև մեր 4 բոլորը, եթե հիշում եք, քանդվել էր Ռուսաստանի կայսրությունը 17 թվականին, մեր 4 բոլորը պատերազմներ էին գնում, այդ թվում նաև Թուրքիան, որպես Գերմանիայի դաշնակից Անտանտայի դեմ էր կռվում, մի կողմից հավատալով Անտանտային, մենք մտանք որոշակի գործողությունների մեջ, մյուս կողմից եւ չվերջացավ ոչ մի լավ բանով, մյուս կողմից խորհրդային արդեն Ռուսաստանը, երբ որ արդեն այստեղ իր այսպես կարող կոչված իշխանությունը, ասեմ հայկական հեղկոմի միջոցով հաստատել էր, մյուս կողմից էլ Լենին Աթաթյուրք այդ համաձայնությունների հիման վրա էլի Հայաստանը կորուստ ունեցավ։ Սրանք օբյեկտիվ խնդիրներն են, որովհետև գիտեք, ես չգիտեմ ինչպես բացատրեմ ամբողջ հայկական պատմության ընթացքը, բայց շատ դեպքերում օբյեկտիվ դժվարությունները միշտ դարել են
հայկական լեռնաշխարհի համար կորուստների շրջաններ։ Թե դա գալիս է նրանից, որ մենք լավ կատվում ենք, բայց լավ դիվանագիտություն չունենք։ Թե դա գալիս է, որ մենք որպես առաջի քրիստոնեական ազգ համարում ենք, որ ինչ մեզ ասվում է, ինչ որ պարագայում, կամ ինչի շուրջ խոսվում է, էմոցիոնալ դրական են գնահատում, բայց վերջում պարզվում է, որ դրա տակ կա շատ լուրջ հաշվարկ։ Այսինքն, Անտանտը մեր բարեկամներ վերջո բերեց ամեն ինչ։ Եթե վերցնենք ուղղակի այսպես կոչված Սուխոյաստատը, ասում են ռուսները, այսինքն չոր վերջաբանությունը, Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Մյուս կողմից Ռուսաստանը եկավ, որ ասում է, խորհրդայնացանք, ոնց որ թե պիտի լավ լներ, Նախիջևան, չէ, Սուրմալու, Ղարս, Ղարաբաղ, այն ժամանակվա Արցախը եւ այլն, բայց արդյունքները ստեղել իրար մեջ պայմանավորվածություններ վերջնական եւ վերջնականապես հացը փակվեց։ Գնալով առաջ, ինչու եմ սա ասում, հետաքրքիր բան է։ Բրեստ-Լիտովսկով, եթե հիշում եք Բրեստյան պայմանագրերով, խորհրդային Ռուսաստանը շատ մեծ քանակությամբ հողեր զիջեց Գերմանիայի։ Եվ այդ թվում նաեւ պայմանագրի կողմ կազմող Թուրքիային Բրեստյան համաձայնագրերով։ Այստեղ էլ չէ շատ բան զիջվեց։ 41-45 թվականի երկրորդ աշխատանքի ժամանակ Ստալինին հաջողվեց այդ ամենը հետ բերել։ Բայց ահի ուտես, որ մեր հողերի հետ կապված 45-46 թվականների այդ ամբողջ ընթացքը շատ յուրահատուկ բան է, երբ որ արդեն զորքերը պատրաստ են 20 դիվիզիա կանգնած են Հայաստանում, 6 դիվիզիա էլ Իրանում, որպեսզի այդ խնդիրը լուծվեն։ Եվ սովետական հետախուզությունը Ստալինին ասում էր, որ թուրքերը չեն պատրաստվում ինչ որ ձևով այս ամենի դեմ հաղթել, հետ են քաշել զորքերը։ Բայց արի ուտես էլի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտության պատճառով Միսսուրի Լինկոլնը ուղարկելով այն ժամանակվա ամենամեծ նավը, հետո ատոմային ռումբը եւ այլն, թե կամ Ստալինի մոտ ծրագրերը փոխվեցին, թե նպատակահարմար չդարավ այդ ամենը, մինչև 91 թվականը համարյա թե ամեն ինչ հետ վերադարձնելով, էլի մեր հողերի խնդիրը, այդ թվում ամեն ինչ, այդ թվում էլի Նախիջևանը, Ղարաբաղը, որը այդ ժամանակ չէր մտնում այդ խնդիրների մեջ, որովհետև Ադրբեջանին հետ չէ հանձնված արդեն, բայց էլի Ինչը էլի չստացվեց, այսինքն 100%-անոց արդեն Հայաստանի կաթողիկոսը նամակներ էր գրում Խորհրդային Միության ղեկավարության իմացությամբ, աշխարհի նամակներ էր գրում, որ երկրորդ աշխարհամարտի Թուրքիան եղել է Գերմանիայի կողմնակիցը։ Մատը շատ խելացի նամակներ էր գրում, որ կարդում ես, տեսնում ես շատ բախտորոշ, ինչ որ առումով։ Ամեն ինչ պատրաստ էր։ Ժուկովը արդեն եկել էր Հայաստան հարձակման, բայց չեղավ։ Գիտեք, այդ ինչուի պատասխանը մենք չենք կարողանում ռացիոնալ դաշտում վերջո գտնել։ Ինչու չեղավ Անտանտի հետ, ինչու չեղավ խորհրդայնացված Հայաստանի հետ, ինչու չեղավ արդեն խորհրդային միության կազմում այդքան զոհ տված հայկական, մեր մասնակցությամբ, հայերի մասնակցությամբ պարագայում այդքան ունենալով, իսկ ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր բան է, այդ օպերացիան պետք է ղեկավարեր Բաղրամյանը։ Բայց էլի չստացվեց։ Բացատրությունները ես ձեզ ասեցի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությունը բացատրվում է այդպես, հետո ատոմային ռումբը։ Ներողություն, այս ամբողջ խաղացողներին դուք թվարկեցիք, այստեղ չտեսանք Հայաստանը, գուցե Հայաստանը դիվանագիտություն չուներ։ Ես դրա համար ասեցի։ Գուցե դա էր խնդիրը։ Ես դրա համար ասեցի։ Դուք Միացյալ Նահանգներին ասում եք, Թուրքիային ասում եք, Ռուսաստանին ասում եք, գուցե նմանությունը ինչուի հենց նրանում է, որ Հայաստանը կրավորական դերում է, Հայաստանի մասին առանց Հայաստան են քննարկում։ Գիտեք, ես դրա մասին ասեցի արդեն, եւ ոչ միայն դա, Պապ Թագավորին վերցրեք, բոլորի հետ, հրաշալի ունենալով ռազմական, երիտասարդ այդպիսի, բայց ռազմական ավիոն եւ էներգետիկա հաղթել պատերազմում, բայց դրանից հետո այնքան խառնել ամեն ինչ,
որ վերջո հռոմեացիները զզված կանչում են եւ հաց ուտելուց ուղակի սրախողող են անում։ Դրա հետ միասին հիշեք Պապ Թագավորի ամբողջ պատմությունը, պայքար հայկական եկեղեցու դեմ, նույնիսկ ասում են կաթողիկոսին ինքը խնջույքի ժամանակ թունավորել է հայոց կաթողիկոսին։ Այսինքն գիտեք, սա մի կողմն է։ Դուք ճիշտ եք, սա մի կողմն է։ Հարցը պատասխանը ես ասեցի, մենք ունենք բավականաչափ լավ ավիոն, բավականաչափ լավ գիտելիքներ, բայց արի ու տես մենք ռացիոնալ դաշտում մտածել դուրս գալ հույզերից։ Այսօր էլ չէ նայում ես, արդեն ընտրություններ են լինելու հունիսի 7-ին, հիմնականում հույզեր են, չէ դաշտում։ Հույզեր են, չկա այդ, ես արդեն իմ առաջի հարցազրույցներում եմ դրա մասին ասել, չկա այդ լրջության քննարկումը։ Որն է այդ լրջությունը։ Լրջությունը մի քանիսն են, առաջին, ինչպիսի պետություն պիտի լինի Հայաստանը, ներքին քաղաքականության մասին որ ասենք, արդյոք ժամանակը չէ մտածել, որ խորհրդանական պետությունը Հայաստանի համար այս ժամանակահատվածում ընկալելի չի։ Ընկալելի չի, որովհետև կայացած քաղաքական համակարգ, կայացած քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը այսօր Հայաստանում առկա չէ։ 128-ից, հա։ Այդ վերջի միտքը լավ չհասկացա, նորից ասեք, ինչու։ Որովհետև Հայաստանի քաղաքական համակարգում, երբ որ դու պարլամենտական պետություն ես, դու պիտի ունենաս քաղաքական համակարգի ամենավորոշիչ տարը, քաղաքական կուսակցությունները, որտեղ իրենք են, չէ, վերջո բերում քաղաքական միտքը, բերում եւ այլն եւ ընտրությունների արդյունքում ձևավորվում է խորհրդարան։ Ժողովուրդը ուղիղ երկրի ղեկավարին չի ընտրում, չէ՞ այդ բaragայում։ Ընտրում են հետո խորհրդարանում կուսակցություն։ Եթե քո կուսակցական համակարգը կայացած չի, ինչով եք դատում կայացած, չկայացած լինել այդ դեպքում։ Առաջի հերթին առաջարկվող ծրագրերով, բախումով, ինչ բախում։ Քաղաքական բախումով, մտքերի բախումով, ծրագրերի բախումով ներկայացվող շատ դեպքերում, հա, այն մարդկանց, որոնք հետագայում պիտի դառնան ազգային ժողովի ազգային ժողովի Լավ, մի խոսքով ուզում եք ասեք, որ առկա քաղաքական կուսակցությունները կայացած չեն։ Դա էր ձեր ասելիքը։ Միանշանակ կայացած չեն մինչև վերջ, որովհետև չեն բարձրացնում կարևոր ձեր տեսակետից կարևոր հարցեր, զբաղված են ոչ միայն կարևոր հարցեր, հուզական վեճերով։ մեծ մասամբ, ոչ բոլորը իհարկե, մեծ մասամբ զբաղված են, հիմա դաշտը եթե նայենք իսկապես այդպես չէ։ Եվ ես գտնում եմ, որ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրների համար առաջնահերթ է սահմանադրության փոփոխությունը եւ ելի կիսանախագահական պետության ստեղծումը, որտեղ նախագահային ուղղակի պիտի ընտրի ժողովուրդը եւ պետք է լինի իմ կարծիքով, իմ տեսակետով կառավարություն, որը կուսակցություններից դուրս է, այսպես կոչված տեխնիկական կառավարություն, որտեղ մենք պետք է կարողանանք գտնել ամենալավագույն մասնագետներին։ Դուք գնում եք, գիտեք ուր, հիշում եք, մենք ունեին գոնե մեծամասնական ընտրություններ։ Մենք դարձրեցինք համամասնական, որպեսզի պորտֆելները բաժանվեն կուսակցությունների միջև։ Հիշում եք այդ։ Հիշում եմ, համամասնականը կամ մեծամասնականի մասին, նախագահական պետության։ Ինչպես ես դու ստանում պորտֆել ըստ մասնագիտական ունակությունների, որը մեր երազանքն է։ Եթե ըստ պրոֆեսիոնալին ընտրելուն, այլ ոչ թե քո քեզ հավատարիմ կուսակցին նշանակելու։ Համամասնական ընտրակարգը կարող է հանգիստ մնալ, որևէ բան չկա ազգային ժողովի ընտրություններում։ Ես դա համար էլ ասեցի, նախագահ, ժողովրդի քվեն ստացած նախագահան ըստ սահմանադրությամբ ինքը կազմում է կառավարություն, առան կուզի կուսակցություններից որոշ մարդկանց ընդգրկի կգտնի ճիշտ, այդ մարդիկ թողնեն կուսակցական իրենց։ Խոսքով պրոֆեսիոնալ կառավարության մասին եք խոսում։ Երկու կարծիք լինել չի կարող։ Եվ պրոֆեսիոնալի մեջ ընդգծում եք դիվանագիտական մեր անկարողությունը սկսած 100 տարի առաջից, վերջացրած այսօրով, դուք ասում եք, այո, կարող եմ, ենք շատ հարցերում շատ խելացի ենք, շատ ճկուն ենք, շատ լավ զինվոր ենք։ Այո, մարտունակ ենք, կռվող ենք, կարողանում ենք, շատ սիրում ենք մեր հայրենիքը, դա եւս ճշմարտություն։
դիվանագիտություն, բայց դիվանագիտության մեջ ոչ միայն տկար է հասկացողությունը, թե դիվանագիտությունը վերջո արտաքին քաղաքական չէ, ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականից է սկսվում։ Ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատական եք ասել, այստեղ կանգնենք եւ հետ գանք ձեր սկիզբը ամենա, որովհետեւ դուք համեմատություն տարաք, ասեցիք այն ինչ եղել է 18-ից 20 թվականները կրկնվում է այսօր։ Եվ այստեղ ես որքան հասկացա, եթե ճիշտ հասկացա, եթե սխալ հասկացա, դուք ուրեմն շտկում եք, որպեսզի այս հատվածը մենք ամրագրենք այսպես մեր հարցազրույցի մեջ։ Դուք ասում եք ճիշտ է, Մոսկվայի պայմանագրով մենք կորցրեցինք Կարսը եւ Արարատ լեռը, բայց սովետական միության մեջ, սովետական Հայաստան դառնալով մենք պահպանեցինք Հայաստանը։ Սա եք ասում։ Ճիշտ է, իհարկե։ Այսինքն այն Հայաստանը, որը այսօր ունենք։ Դա եղավ, որովհետև մենք դարձանք խորհրդային Հայաստան։ Եթե խորհրդային Հայաստան չդառնայինք, եթե այդ 11-րդ բանակ, եթե որն է, չգար, չգրավեր Հայաստանը, եթե մենք չկորցնեինք մեր առաջին հանրապետությունը, ասում եք դուք, մենք առաջին հանրապետության տարածքն էլ ամբողջ կկորցնեինք, որովհետև Թուրքիան Արդեն կորցրել ենք դեկտեմբերի 2-ի պայմանագրով, արդեն դուք Ալեքսանդրապոլն եք Ալեքսանդրապոլի իհարկե։ Այո, դուք ուզում եք ասեք, որ եթե խորհրդային միությունը չմտներ, Կարմիր բանակը չմտներ, չփրկեր Հայաստանը, Թուրքիան կգրավեր նաև այս հատվածը եւ մենք չէինք ունենա ոչինչ։ Սենց մենք գոնե փրկեցինք, ասում եք դուք, խորհրդային Հայաստանի տարածք այսպես ուրվագծով կամ սահմաններով Հայաստանից այն հատվածը, որ այսօր մենք ունենք։ Միանշանակ է։ Ես երբևէ չեմ հրաժարվում իմ կյանքում այն սկզբունքներին, որը ես գիտելիքի վրա հենված դավանում եմ։ Այո, դա այդպես է եղել եւ այդ պահին, եթե մենք չխորհրդայինայինք եւ չստեղծվեր խորհրդային Հայաստանը, ապա մենք հիմա ես չգիտեմ ինչ կլիներ, որովհետև այդ վերումները 100 տարվա մեջ կարող են այլ լինել։ Այլ հարց է, որ բոլոր կողմերից, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից, դեռ ցարական Ռուսաստանի կողմից, եղել են որոշակի խարդավանքներ նույնպես։ Ես այնինչ որ ասում եմ եւ նորից կրկնում եմ ձեր ասածը, որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը եթե չեղարկվեր խորհրդային Հայաստանի կողմից, այսօր ես չգիտեմ ինչ կլիներ, բայց տրամաբանությունը ասում է այն, որ այսօր սա չէինք ունենալու։ Իմիջայլոց, հիշեցնեմ ձեզ, որ դեկտեմբերի 2-ի պայմանագրով շատ հետաքրքիր կետեր կան, որոնք այսօր շատ լսելի են։ Առաջինը, թուրքերը անպայմանորեն դնում էին Հայաստանի երկաթուղու կառավարման խնդիրը, որ իրենք պիտի կառավարեն։ 1. Երկրորդ, որ մամեդական բնակչությունը պիտի իրավունք ունենա վերադառնա Հայաստան եւ դրա համար պիտի լինի անպայման որոշակի գաղտնիզոն, որը հսկի, որպեսզի նրանց հետ որևէ բան անվտանգություն։ Եվ մի խնդիր է նույնպես, եթե այս բոլոր որոշումները Հայաստանը չէր կատարում, ապա Ալեքսանդրապոլից թուրքերը դուրս չէին գալիս։ Հա, իրենք ճանաչում են, որ Ալեքսանդրապոլը Գյումրին, այսինքն հայկական է, Հայաստանինն է, բայց իրենք մնալու են այնքան, մինչև գուցե խորհրդային միությունինն է։ Չէ։ Գյումրին ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրով անժամանակ չկար խորհրդային։ Գիտեմ, դուք պարզապես որպեսզի ճիշտ լինի, միանշանակ հստակ ես ձեզ ասում եմ, որ պայմանագրում գրված էր, որ եթե մարդիկ Հայաստանը չի կատարում այս որոշումները, ապա նա մնում է Գյումրիում։ Դա մալ ասեցի խոսքի սկզբին 21 թվականին նոր դուրս եկա։ Հիմա տեսնենք ինչն է նման։ Ինչով է նման իրավիճակը այն իրավիճակին, որը դուք նկարագրեցիք։ Հայկական 300,000 արևմտյան ադրբեջանցի անվանտակ պիտի վերադառնա Հայաստան, ասում են ադրբեջանական որոշակի հասարակական կազմակերպություններ, որոնք շատ մեծ PR ակցիայի համար փողեր ունեն Ադրբեջանում,
գործողություններ են Այսինքն իրականացնում։ իրականացնում են այդ կետը, որը 100 տարի առաջ 100 տարի հետո նույն մոտավորապես նույն ծրագիրը ուղղակի շարունակվում է, շատ հետաքրքիր է Ադրբեջան։ Միջալ ստեղ մի քիչ էլ առաջ գնա, շատ յուրօրինակ բան է, չէ՞։ Հայաստանի Հանրապետության հրապարակում ցեղասպանության հիշատակի մի օր առաջ դաշնակցական երիտասարդները վարում են Թուրքիայի դրոշը, Թուրքիայի դրոշը անկախ պետություն, Թուրքիայի դրոշը։ Մեզ նոտա, հա, այսպես ասած, ընդհանուր առմամբ ներկայացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, այլ հետաքրքիր է, չէ՞, այլ պետություն։ Կարելի է ենթադրել, որ փոխհամաձայնեցված քաղաքական գիծ է դնում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Կարծում եմ սա որևէ մեկի համար գաղտնիք էլ չի։ Սա համար քաղաքական գործիչ պետք չէ լինել, երևում է։ Այսինքն, եթե Հայաստանը չէր խորհրդայնանալու այն ժամանակ, ո՞րն է ելքը։ Մենք Սարդարաբադ էինք, չէ՞, տարել այն ժամանակ 18 թվականին։ Այսինքն, ես նորից եմ ուզում կրկնել, կռվել, ժողովրդով դուրս գալ, հա, պայքարի, ոսոխի դեմ եւ այլն, դա մեր մոտ շատ լավ է ստացվում։ Դա մենակ այս իրավիճակի չէ, պատմական։ Բայց հենց գալիս է պետական քաղաքականությունը, այսինքն քաղաքականություն, որը իր մեջ ներառում է արդեն գործողություններ պետական մեքենայի կառուցման, արտաքին մարտահրավերների հաշվարկման, արտաքին գեոստրատեգիկ գեոքաղաքական բոլոր կողմերի ճիշտ կողմնորոշման։ Նայում ես միշտ, համարյա միշտ Հայաստանը սխալներ է անում, բայց նորից կրկնեմ, իմ ուսումնասիրությունների արդյունքում ես եկել եմ այն եզրակացության, որ դա միայն մեր հայերի սխալները չեն։ Գիտեք, իմ տպավորությամբ, ես հիմա դա չեմ ուզում էլ բացել, առաջ գնալ, իմ տպավորությամբ հազարամյակներ շարունակ արդեն կա ինչ-որ մի հետաքրքիր, այսպես ասեմ, ճակերտավոր ուժ, որը ոնց որ ժողովրդի լեզվով ասած անկած ալնի հայերի հետևից։ Ես իզուր տարբեր տեղերից չբերեցի, եթե նկատեցիք, հա, որը ասվածը, լավ, խորհրդային Հայաստանն է, լավ էր, վատ էր, 41-45 թիվ գնացինք, կռվեցինք, ոսոխին, ֆաշիստական Գերմանիային հաղթեցինք։ Հենց եկավ կանգնավել է հայկական խնդրի լուծումը, հիմա ամերիկացիներն էին, Ստալիններ, ռուսներն էին, չգիտեմ ով էր, բայց հենց եկավ կանգնավ այդ խնդրի լուծումը, խնդիրը չլուծվեց։ Նկատում եք ինչքան դեպքեր եմ ես ասում։ Թուրքի ոսկին ավելի փայլուն է, քան Հայաստանի ոսկին։ Չեմ կարծում։ Հայաստանը չի փայլեցրել իր ոսկին։ Չեմ կարծում, որովհետև Թուրքիան էլ իր պատմության ընթացքում շատ դեպքերում կատարել է Երեք թուրքերի հեղափոխությունը։ Լինելու չլինելու սահմանը։ Երեք թուրքերի հեղափոխությունը Աբդուլլահ Համիդի դեմ եւ այլն։ Կարողացան Սևրի դեմ դուրս գալ։ Ճիշտ է։ Ինչու՞, որովհետեւ այդ ուժը եղավ իրենց մոտ։ Ոչ միայն ուժը եղավ։ Ոչ միայն ուժը եղավ։ Քաղաքական կամքը եղավ։ Այդ պարագայում հիշում եք, չէ՞, Սևրի համաձայնագիրը, որ պարագայում էր կնքվել։ Երբ որ Թուրքիան մասնատված համարյա թե գոյություն չուներ։ Նորից կրկնեմ, իմ տպավորությունն եմ ես ասում։ Դուք ասում եք ձերը, որը էլի տրամաբանության շրջանակներում իրավունք ունի, հա, գոյությունը, բայց իմ տպավորությամբ հայկական պատմության ամբողջ ընթացքը, երբ որ թուրքերը դեռ չեն եղել, չեն եղել ուղղակի որպես սելջուկներ, հա, եկած այս տերիտորիա։ Նույնիսկ այդ պարագայում շատ դեպքերում մենք կորցնում ենք։ Այո։ Հենց այն պահին, երբ որ պատերազմ չի, երբ որ գիտեք, որոշումը գալիս է քո ներքին կացությունից ու Աստծուց, այդ պարագայում մենք ամեն ինչի դեմ դուրս եկող ենք։ Ֆատալիզմին եք տանում, եկեք Հիմա փաստը մնում է փաստ։ Գնահատենք այդ ինչու հարցը, որ ես նորից կրկնեմ, ես իմ ինչու այդ դեպքում։ Պապ թակավոր հիշեցրեցիք, ինչու։ Ուր գնացիք հասա։ Գնանք հասնենք Կիլիկիայի թակավորություն, ինչու։ Ուր էլ գնանք հասնենք, վերջում դուրս կգա շատ հետաքրքիր բաներ։ Շատ։
Բայց մենք դա հենց հետաքրության համար չենք, չէ՞, Ճիշտ զրուցում։ եք։ Մենք զրուցում ենք, որպեսի պատկերացնենք այս օրը, ինչ սխալ չպետք է կրկնենք, որպեսի պաշտպանենք մեր պետականությունը ու կարողանանք անենք այն, ինչ դուք ասեցիք, պետականաշինություն մեզ մոտ չի ստացվում, պետական մտածողություն, ասում եք դուք, չունի ռացիոնալ, ճիշտ եք, ռացիոնալ։ Այդ ամեն ինչը գալիս է ռացիոնալ մտածելակերպից։ Ձեզ հետաքրքիր մի բան էլ ասեմ, հա։ Խաղաղություն։ Ես նորից կրկնեմ, ամեն ինչ պետք չի վերագրել, որ մենք ամենտեղ սխալվում ենք։ 39 թվական Խորհրդային միությունը Գերմանիայի հետ կնքում է պակտը Մոլոտով-Ռիբենտրոպ, որով հետագայում կիսում են Լեհաստանը, որով Խորհրդային միությանը Մեսերշմիթներ են ծախելու նոր 41 թվականին ունենք տոտալ պատերազմ։ Այսինքն հավատալով ինչ որ առումով, հա, խորհրդային ղեկավարությունը հավատալով, որ այդ պակտը մինչև վերջ ինչ որ առումով գոնե 10 տարով գործելու է, վերջում ստանում է 41 թվականի տոտալ աղետաբեր պատերազմը, որին զոհգնաց 60 միլիոն մարդ, հիշեցնեմ։ Այսինքն ես ուզում եմ ասել, ոչ ամեն ինչը, որ միայն հաշվարկների հիման վրա է, բայց մեր պարագայում վերցնելով, նայելով, նորից կրկնեմ, ես ունեմ իմ պատկերացումը, թե ինչու է դա այդպես լինում։ Ասեք, այսքան ժամանակ ես Որպեսզի ես դա կարողանամ ասեմ, առաջինը պիտի գնահատեմ իմ տեսակետը, ինչքանով է օգտավետ հիմա եւ ինչքանով վնասակար կարող է լինել։ Եվ երկրորդ, արդեն մենք սկսում ենք մոտենալ որոշակի այդ խնդիրների բացատրությամբ, հիմա մի բան ասեմ, որը ոնց որ թե Հայաստանի հետ կապ չունի։ Իրանյան պատերազմի հետ կապված։ Իրանյան պատերազմը համաշխարհային ոչ միայն շուկաներում է, հա, տնտեսական վավելիքի եւ այլն, եւ ոչ միայն նրանով, որ Իրանը ցույց է տալիս, որ ինքը որպես ազգ եւ պետություն շատ կայացած է, եւ եթե այսպես շարունակվի ու գնա, հնարավոր է որ դառնա գերտերություններից մեկը։ Բայց Իրանի պատերազմը նաեւ ինչ որտեղ սկսում է բացահայտել խնդիրներ, որը առաջ այդպես բացահայտ չէին երևում։ Զորօրինակ, Տրամպը հարձակվում է Իրանի վրա զուտ միայն Իսրայելի շահերի պաշտպանության համար։ Հետո են սկսում, չէ, բացատրել, որ եթե ունենային ատոմային զենք, պարսիկները կգային կգրավեին, Մերցին ասում է Բերլինը, Մակրոնին, որոնք բողոքում են այդ պատերազմի դեմ, ասում է կգան կգրավեն Փարիզը եւ այլն, որին ճիշտն ասեմ, նույնիսկ մանկամետ երեխան չի հավատում։ Իրենք էլ չեն հավատում։ Իրենք էլ չեն, ասողներ։ Այսինքն արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում բացահայտ կոնգրեսմեններ, սենատորներ, որոնք առաջ լուր էին, ասում են մի րոպե, Իսրայելն է մեր 51-րդ նահանգը, թե մենք ամբողջությամբ Իսրայելի նահանգը։ Սրանք էլ են փաստեր։ Եվ բազում այսպիսի փաստեր, որովհետև ես ուզեցա ներկայացնել, որ Պարսկաստանը նույնիսկ կառավարման համակարգի մեջ, հա, սխալներ ունենալով, որովհետև ժողովուրդը քանի տարի է, մոտ 40 տարի է սանկցիաների տակ է, հա, ինքը որպես պետություն, պետականությունը դիմագրավելու պարագայում կախված է մի այլ պայմանավորվածություններից, որի իր հետ կապ չունի։ Լավ, դուք փորձում եք արդարացնել այդ դեպքում Հայաստանին, ասելով քեզանից անկախ հանգամանքներն են գալիս եւ բացի նրանից, որ մենք պետական, այո, դա ճշմարտությունն է։ Լավ։ Այս երկու հանգամանքների միությունն է, որ մենք էլ ռացիոնալ մտածելակերպի դաշտից դուրս ենք լինում։ Նորից կգտնեմ, միգուցե ֆատալիզմի, այսպես ինչ որ բաներ, նշույլներ տրամաբանության մեջ թույլ տվեցիք։ Ես ասացի, որ մենք ֆատալիզմ չի դա։ Ես ասացի, որ եթե այդ ուժը կա, գոյություն ունի, ես մտածում եմ, որ գոյություն ունի, ապա մենք վերջը այդ ուժը պիտի հստակ իմանանք, ճանաչենք, հասկանանք ինչ է ուզում մեզնից, հայերից։ Եվ հասկանանք ոնց դիմագրավենք, ոչ մի պատալիզմ չկա։ Իրանը, որ դուք ասում եք ուրիշ բաներից էր կախված, պատրաստ էր այդ, դուք չէ որ Իրանը փաստացի պատրաստ էր այդ սցենարին, այդ իրականության, այդ պատերազմին։
Այդպես ցույց տվեց 2015-17 թվականներին ես հացազրույցներ եմ տվել տարբեր լրատվամիջոցների Հայաստանի podcast-ով ամեն YouTube-ում կա եւ ասել եմ որ իրանյան պատերազմի նախապատրաստական փուլը սկսվել է գնում է շատ մեծ խնդիրներ են ծագելու եւ ես շատ ուրախ եմ մեր իրանցի բարեկամների եղբայրների համար որ այն ժամանակ իմ տեսակետն է եղել որ Իրանը վերջի վերջով որպես ամենահին հիշեցնեմ աշխարհում ամենահին պետություն դիմակայելու է եւ չի կործանվել։ Այսինքն այո դուք հաստատում եք որ լինում են քեզանից անկախ իրավիճակներ, բայց դու պետք է պատրաստ լինես ամենա անհավանական քեզ համար թվացող սցենարների։ Հետ են գալիս Հայաստան։ Ինչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում։ Ես ասացի առաջի հերթին ներքաղաքական որոշակի կոնցեպտուալ փոփոխություններ պիտի անի։ Հայաստանը ճանապարհ չունի ցավոք սրտի, ես դա ցավով եմ ասում, ընտրություն կատարելու էլի, ինչպես առաջ, ընտրություն կատարելու մի քանի արտաքին ուժերի միջև։ Սա կարելի է համարել, համաձայնվել, չհամաձայնվել, կռվել, հայոյել ինձ եւ այլն, փաստ է։ Պիտի ընտրություն կատարի։ Այդ ընտրությունը այս անգամ պիտի կատարվի իմ տպավորությամբ քաղաքական նկատունեն բախումների, մտքի բախումների ձևով։ Ես դա եմ ասում, դուք տեսնում եք այդ լրջությունը, այսինքն, նայեք ասում եմ։ Հիմա փորձեմ շատ կարճ բացատրել։ Ադրբեջանը Ուկրաինայի հետ կնքում է պայմանագիր, որով ռազմաարդյունաբերական համալիրը պիտի զարգացնեն։ Կարծում եմ երկուսի հնարավորություններն էլ այն հնարավորությունները չեն, որ դրանք ազդեն համաշխարհային այդ ռազմաարդյունաբերական այդ ուղղության վրա։ Համեստ են հնարավորությունները, բայց ինչու է դա անում Ադրբեջանը հիմա։ Որովհետև Ադրբեջանը ի տարբերություն գուցե մեզ սկսում է հասկանալ, որ եթե Իրանի պատերազմը վերջո ավարտվի նրանով, որ Իրանը չի փլուզվում վեց պետության, ինչպես նախատեսված է, այլ մնում է, զորօրինակ նաև ասում եմ առողջի է այցը Պուտինի հետ հանդիպումը, մի քանի օր առաջ, 3-4 ցույց է տալիս, որ ռուս-իրանական, մի տանդեմ է ստեղծվում, գեոքաղաքական արդեն, որը ամենայն հավանականություն դատելով Օվերչուկի ուղիղ ասելու Թուրքմենչայի պայմանագրի մասին, չի պատասխանում այստեղից հեռանալ, ընդհակառակը նոր թափով փորձելու է վերադառնալ։ Ռուսաստանի մասին է խոսքը։ Ռուսաստան, Իրան, իրար հետ։ Իսկ պարագայում ինչ է մնում Ադրբեջանին։ Դուք Ադրբեջանը առանձին եք դիտարկում, թե Թուրքիայի հետ միասին։ Ես հիմա հələ դեռ դիտարկում եմ Ադրբեջանը, իմ համար դա տարբերություն չկա, բայց հիմա դիտարկում եմ իր գործողությունները, այո։ Եկեք մի բան էլ հասկանանք, եթե ՆԱՏՕ-ն գնալով, թուլանում է, իսկ նա թուլանում է, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պահվածքն է այդպիսին հիմա, եւ ինչ որ պահի, ես չեմ կարծում նա կփլուզվի հիմա ՆԱՏՕ-ն, բայց ինչ որ պահի թուլացած է։ Դե Միացյալ Նահանգները դու ուզում են դուրս գալ։ Եթե դուրս կգա, իմ կարծիքով չեն հասցնի, չգիտեմ, իմ տպավորությամբ եթե հասցնի ինչին։ Որովհետև Տրամպը, որ ասում է, այդ ընթացքում ամենայն հավանականությամբ կամ այնքան կձգվի, որ կվերջանա իր լիազորությունները, կամ միանշանակ ուղիղ իմպիչմենտով կամ ընտրությունների արդյունքով, որովհետև գիտեք, շատ ուժեղ ընկել է տոկոսները, իր հավանության, 34%։ Հիմա ինչ է կատարում Եվրոպան ինքը կայացման որպես ռազմաքաղաքական դաշինք։ Ես նկատի չունեմ քաղաքական, տնտեսական, գեոքաղաքական։ Ռազմաքաղաքական դաշինք կայանալու ճանապարհին է։ Դեռ մինչև վերջ չի կայացել, սեփական զինված ուժերը չունի։ Միակ պետությունը, որը իսկ դա հիմա որ վճռորոշ է դառնալու աշխարհում ատոմային զենքի արկայությունը, ունի միայն Եվրամիությունն Ֆրանսիան, որը համեմատելի չի ոչ Չինաստանի, ոչ Ռուսաստանի, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների
ունեցած հնարավորությունների հետ։ Ավելի շատ է, ավելի քիչ է։ Ավելի քիչ է, իհարկե։ Այսինքն, ռազմաքաղաքական դաշինք դեռ չի կայացել։ Ռուս-իրանական խնդիրը, որովհետև հարավային Կովկասը ինչպես անվանում են, թե Ռուսաստանի, թե Իրանի համար դառնում է երկրորդ ճակատ։ Որը հասկանում են, չէ՞, որ Թրամփի ուղին քանի դեռ ինչ որ առումով հայտարարված է տնտեսական, Իրանը ինչ որ առումով դեռ ձեռնպահ է մնում ուղիղ գործողությունների եւ հայտարարությունների մասով, որպես թշնամական, խնդիր։ Հենց առաջի զինվորը կամ ինչ որ ձևով ինչ որ պահպանել պետք է այդ ուղին, թե չէ։ Հենց առաջի զինվորի կամ զինվորի անվան տակ, որոշակի պանոթական լինեն, ով ուզում է լինի, այլ ուժեր, քան ոչ թե Հայաստանի, քան ոչ Ռուսաստանի, քան ոչ Իրանի, նույնիսկ թուրքական մուտքը իր համար կարմիր գիծ է, որովհետև դա իր հյուսիսային սահմանն է։ Մենք այտենց էլ չիմացանք, չէ, վերջո Նախիջևանի օդակայանի վրա ով գցեց այդ այն օդաչու թռչող սարքերը։ Բոլորը հրաժարվեցին, բայց փաստ է, չէ, որ գցեցին։ Այն պարագայում, երբ որ այդտեղ արդեն սկսվել էր որոշակի առումով տեխնիկական մոբիլիզացիա։ Այսինքն ադրբեջանցիները թե սահմանի վրա, թե օդակայանում Նախիջևանի սկսել էին որոշակի ռազմական մոբիլիզացիա։ Հիմա փաստ է, չէ, որ գցեցին։ Փաստ է, որ Ադրբեջանում ձերբակալվեցին մարդիկ, որոնք ուզում էին, շատ հետաքրքիր է, պայթեցնեին Բաքու, Թբիլիսի Ջեյխանը, չէ։ Մոսադն էլ է մի քանի 10 օր առաջ պանցալի հայտարարություն արեց, որ մենք ենք օգնել, որ ադրբեջանցիները պաշտոնական հայտարարություն բռնել են այդ մարդկանց։ Ինչու՞։ Որովհետև Իսրայելի 60%-ը նավթի ստացվում է այդ նավթամուղով։ Եթե այդ կան խորացել է, ես նկատի ունեմ արդեն Իրանի կողմից, նույնիսկ արդեն գործողությունների, եթե հավատանք, որ այդ ամեն ինչը ճիշտ է։ Ուրեմն պատկերացնում եք, եթե դրան են ուշադրություն դարձնում արդեն գործողություններ, բայց մեր տերիտորիայում իր սահմանից եթե գան, ինչ է լինելու։ Մյուս կողմից Եթե Ռուսաստանը զգում է, որ Անդրկովկասից բազան վերջո հանվելու է, խզվելու են այսպես կոչված հարաբերությունները եւ դուրս է գալու։ Այսինքն Եվրամիության մուտքը հիմա այս պահին Աստված տա հետագայում այնպես կարգավորվի, որ Եվրամիությունն ու Ռուսաստանը այդպիսի հակադիր բևեռներում չլինեն։ Աստված տա։ Ես կարծում եմ Փաշինյանը հենց դրա մասին է մտածում, որ կամած գնան մի պահ կգա իրար հետ էլ այտենց թշնամություն չի լինի։ Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստան, բայց այնտեղ Թրամփի Թրամփի ճիշտ է, այս շատ ճիշտ նկատեցիք, հələ այնտեղ Թրամփի ինչ որ ֆակտորը կա։ Թրամփի ֆակտորը լա կա։ Այստեղ էլ ինչ որ փոփոխություն լինի, կարծում եք հնարավորություն կա, եթե լինի, ապա շարունակեք։ Ես ճիշտն ասեմ, դրան չեմ հավատում, բայց ասում եմ, որովհետև Եվրոպա-Ռուսաստան այդ հարաբերությունների նորմալացմանը այս պարագայում, որովհետև իմ տպավորությամբ ընդհակառակը ամեն ինչ գնալու է այլ ավելի առճակատման։ Բայց Եվրամիությունն եւ Իրանը այդ դեպքում նույն ձևի։ Եկեք գովազ հայտարարենք եթերում, վերադառնանք, շատ կարևոր հետաքրքիր պահ է, կներեք սիրելի մեզ լսողներ եւ դիտողներ, որ այս պահին եմ ընդհատում, ինձ պարզապես վաղուց արդեն հուշում են, որ գովազդի ժամն է, գովազդից հետո վերադառնում ենք եւ շարունակում ենք զրույցը, գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքրի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արամ Կարապետյանի հետ, նոր ժամանակներ կուսակցության նախագահի։ Եվ այսպես, որտեղ հասանք, դժվար հետաքրքիր պահեր։ Ադրբեջանը Ուկրաինայի հետ պայմանավորվում են համատեղ տեխնիկական կամ ռազմական տեխնիկայի արտադրության մասին։ Իրանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա եւ հանդիպում է Պուտինին։ Հայաստան են գալիս Եվրամիության նոր միսիա, նոր առաքելություն է գալիս Հայաստան, թրիփի ծրագիրը ոչ ոք չի չեղարկել դեռ, շարունակում է գործել։ Այս իրավիճակում ձեր վերլուծությունը։ Ես արդեն հենց դրան եկա, որ թրիփին այսպես թե այնպես, հա, եթե այն կայանա մինչև վերջ, որովհետև դեռ մենք գիտենք, որ դա գտնվում է մի մակարդակում, որը չի ստացել, հա, միսուարյուն։ Ես կարծում եմ, թե Ռուսաստանը, թե Պարսկաստանը, Իրանը, այդ թրիփի կառուցման գործընթացը մինիմում չեն ողջունելու, այսպես ասեմ, ինչու, որովհետև ճիշտ ասեմ հասկանալի չի դա բացի նրանից, հա, որ միացնում է Ադրբեջանը Նախիջևանի հետ, մնացած որևէ գործընթաց դեռ չի երևում։ Ասեմ ինչու եմ սա ասում, որովհետև ասում են նա կարող է մաս դառնալ միջին միջանցքին, հիշում եք։
բայց միջանցքով ընդհանուր դառնման 5 միլիոն տոննա, հա, ապրանք է գնացել 25 թվականին, ամբողջությամբ այն համեմատելի չի այլ ճանապարհների հետ, ուղղակի չխորացնելու համար։ Եվ հասկանալի չի, այսինքն այդ ճանապարհը հետո ոնց է միանալու Հայաստանի այլ առանց Նախիջևանի միջով անցնելու։ Այսինքն ինչ որ առումով իսկապես կա պատկերացում, որ այդ ճանապարհը ավելի շատ ներկայության խնդիր է դեռ, ասեմ այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղիղ ներկայության, որը կապված է նաև նրա հետ, որ պատերազմը դեռ չսկսվել։ Հիշում եք, չէ՞, ինչքան արագ եկան ստորագրեցին Վենսը եւ այլն, հիշում եք, չէ՞, դրանից հետո այդ պատերազմի սկսման խնդիրը։ Եվ ինչ կատարվեց այն, որ Ադրբեջանը փակեց իր սահմանների Իրանի հետ եւ ճանապարհ դեպի Նախիջևան չուներ։ Պիտի Վրաստանով, Թուրքիայով եւ հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը ասաց, մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տալ, եթե կարիքը կա։ Այսինքն միանշանակ փաստացի լուրջ, հա, բնորոշող քաղաքական գործիչների ու անալիտիկների համար այս պահին դա տնտեսական որևէ մի լուրջ գործընթաց տանող ճանապարհ չի դեռ։ Հետագայում ինչ կլինի, նորից կրկնեցի, որովհետև այդ ճանապարհի խնդիրը դեռ մի սոարում պիտի ստանա, կառուցվի, ովքեր են լինելու, ովքեր են մտնելու։ Սա մեկ։ Դուք խոսում եք, եթե դեմ չեք, ես նորից Հիմա գալիս եմ դրան։ Ռուսաստան, Իրան եւ գալիս եմ դրան։ Հիմա ես ասացի այն մասը, որը վերաբերում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Թրիպին։ Այո։ Հիմա հետ գանք Ռուսաստան, Իրան եւ Եվրոպա։ Եվրոպան ես վերջի տարիների ընթացքում այնքան պատժամիջոցներ է ընդունել Իրանի նկատմամբ, որ Իրանի գնահատմամբ Եվրամիությունն էլ չի համարվում բարեկամ երկիր, մեղմ ասեմ։ Չնայած որ կարծում եմ, որ եվրոպական արտաքին գերատեսչությունները բավականաչափ խելացի կամ ինֆորմացիա ունենալով կամ պատկերացմամբ տեսակ չմիացան ոչ մեկ, նույնիսկ Անգլիան, որ միշտ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, վերջերս Կավլը դա է հիշեցնում խորհրդանում, որ մենք իրար հետ ենք ամեն անգամ կռվել, նույնիսկ իրենք, էլ չեմ ասում, որ Իսպանիան ուղղակիորեն դեմ գնաց։ Ինչու՞։ Որովհետև երևի իրենց մոտ էլ կա պատկերացումներ, որ Իրանի հաղթանակի պարագայում թե Անդրկովկասում, թե Օրմուզի հետ կապված եւ այլ մնացած տեղերում Պարսկաստանը սկսելու է թելադրել որոշակի կամք եւ ել ավելի թշնամանալ նրա հետ պետք չէ։ Սա էլ է փաստը։ Հիմա բայց Պարսկաստանը հին երկիր է։ Շատ հին իր ժողովրդով եւ դիվանագիտությամբ։ Ես համոզված եմ ուղղակի, համոզված եմ դրանում, որ Պարսկաստանը երբևէ չի մոռանալու թե Ադրբեջանի պահվածքը, թե Եվրամիության պահվածքը տարիների ընթացքում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների պահվածքը, թե Իսրայելի մասին չեմ ասում, այնտեղ ուղղակի անանցանելի ինչ որ թշնամանք է։ Դրա համար հիմա ստացվում է Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Այն Եվրամիությունը, որը 21-րդ բանն է, հա, փաթեթն է ընդունելու շուտով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, որը օգնում է Ուկրաինային ուղղակի ռազմական բախման մեջ Ռուսաստանին, մյուս կողմից էլ ոչ լրիվ, նորից կրկնեմ, ինչ որ ամենայն հավանականությամբ մեզնից այսպես ասած ներողություն խոսքից համար տխմած չեն, հասկացել են, որ Իրանը կարող է այս ամեն ինչից դուրս գալ բավականին ուժեղացած։ Ոչ ռազմական, բայց նաև շատ առումներով թշնամական վերաբերմունք ունի Պարսկաստանի հետ։ Հիմա թրիպ Հայաստանը գնում է Եվրամիություն, ինչպիսի պահվածք պետք է դրսևորեն Ռուսաստանը եւ Պարսկաստանը։ Չեմ կարծում, որ դրանք լինելու են դրական ու քանի դեռ նորից կրկնեմ Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Եվրամիության միջև
հարցերը մինչև վերջ չեն, հա, որոշվել եւ կամ բարեկամ չեն դառել կամ չեն գնացել արդեն ուղղակի ասեմ ռազմական բախման։ Դու կարող եք այն կետը ասել, որտեղ համընկնում են Ռուսաստանի եւ Իրանի շահերը, եկեք կամ չեն համընկնում Եվրոմիության հետ կապված։ Ես կարծում եմ երկուսի շահերը այս հիմա համընկնում են մի բանում, որ Եվրոմիությունը փորձում է անել քայլեր այդ թվում ռազմական ուժեղացման, որը չի բխում երկու երկրների շահերից։ Ռուսաստանի շահից միանշանակ Ռուսաստանը այդ մասին Պարսկաստանի նույնպես։ Արդյոք Պարսկաստանի Ասեմ ինչու, որովհետև եւ սա իրավամբ հասկանալի է, որովհետև կենտրոնական Ասիայի ամբողջ ապրանքահոսքը, այդ թվում նաև էներգակիրները եւ այլն, եթե նկատում եք այնտեղից հասնել մինչև Եվրոպա ունեն երկու ճանապարհ։ Ես նկատում եմ ցամաքային, կամ Ռուսաստանով պիտի անցնեն, չէ՞, կամ պիտի անցնեն Պարսկաստանով, վերջում։ Ինչ որ առումով կարելի է լավ ներքև գնալ, բարդ է շատ։ Կամ պիտի մտնեն Հարավային Կովկասով, որը հիմա փորձում են իրենք մարդիկ լուծում են իրենց ապահովության խնդիրը։ Էլի մենք կողքն ենք, կողքից նայում ենք մեզ վերաբերող որովհետև գործընթացներին։ Նայեք, եթե Ռուսաստանը նավթ ու գազ չի վաճառում, Պարսկաստանը ինչ որ առումով նավթ ու գազ չի վաճառում, որովհետև կա Չինաստան, Հնդկաստան եւ այլն, որտեղ իրենք կարող են վաճառել իրենց նավթը գազը, ել չեմ ասում Ճապոնիա եւ Օկեանիա եւ այլն։ Այսինքն Եվրոպան, որը կախված է շատ առումով հիմա ամերիկյան նավթի ու գազի, հա, որոշակի մուտքերից, եթե չհաշվենք Նորվեգիայի հնարավորությունները եւ այլն, բացի որ այդ ինչ որ առումով իրենք հրաժարվել են, չէ՞, հիմա Ռուսաստանի նավթից ու գազից, բայց հիմա եթե նկատում եք այս պատերազմի հետ կապված, շատ տեղերից արդեն տարբեր ղեկավարներ ասում են, որ պետք է վերադառնանք էլի Ռուսաստանի հետ խոսենք, այդ նավթ ու գազը էլի Այսինքն Եվրոպա-Ռուսաստան դեռ հնարավոր է, որ միանշանակ քաղաքականությունը այնպես չի։ Ես օրինակ նրանց կողմնակից չեմ, հա, այն մարդկանց, որոնք միանգամից ասում են, այս քաղաքականությունը այնպիսի բան է, որ կարող է ժամերի ընթացքում նույնիսկ փոխվել, բայց գեոստրատեգիկ առումով Եվրոպան ուղղակի նաև ապահովում է իր կենսունակությունը Հարավային Կովկասում։ Դե Ռուսաստանը կարող էր մերժել, միանշանակ կար այդպիսի խոսակցություն, որ ոչ մի դեպքում մենք չենք վերականգնի այդ նավթի մատակարարումները, բայց չի, այդպես կտրուկ չի արձագանքում։ Գիտեք ինչու, որովհետև հիմա աշխարհում ամեն ինչ իր գինն ունի։ Այսինքն կարող է վերականգնվել։ Կարող է վերականգնվել։ Ռուսաստանն էլ կարող էր ասել ոչ, բայց տնտեսական շահը, տեսեք, նույն բանը Իրանի բարագայում է։ Իրանն էլ չի սրում շատ Եվրոմիության հետ խնդիրները, որովհետև Եվրոմիությունն էլ չէ, էլի կդկնեմ։ Հիմա մի քիչ ավելի Ամերիկայից ու Իսրայելից ավելի հետ քաշված է։ Այս ամբողջ պատմությունը մեզ հետաքրքիր է մի տեսանկյունից Հայաստանին ինչպես է սա վերաբերում։ Տեսեք, այսօրվա թարմ լուրն է։ Զատուլինը ուրեմն հարցազրույց է տալիս, այդ չեմ միտեղ, եւ ասում է, եթե վերընտրվի Փաշինյանը, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են խզվել։ Այսինքն դեպի Եվրոպա գնացող Հայաստանը, ինչպես կոնտեքստից է հասկացվում տարբեր ելույթներից, եթե Հայաստանը շարունակելու է գնալ դեպի Եվրոպա, ապա մեր հարաբերությունները կխզվեն, ասում է Ռուսաստանը։ Իրանը այդպիսի բան չենք լսել Իրանից, թե ասվել է մենք չենք լսել, մեզ չի հասել։ Արդյոք Իրանը այդպես կտրուկ է վերաբերելու, խզելու է հարաբերությունները Հայաստանի հետ, եթե այստեղ գա հենց այդ Եվրոմիության առաքելությունը օրինակ։ Գիտեք, ինչքան ես եմ հասկանում, հիմա երկուսին էլ հստակ միանշանակ, իհարկե։ Ռուսաստան, դուք այնքան հստակ եք հարցը տալիս։ Իմ տպավորությամբ երկու մասներ, հիմա իմ տպավորությունը ես ասեմ։ Առաջին, ինչ ասում է Զատուլինը։ Ես կարծում եմ դա քաղաքական հայտարարություններ են։ Եվ կարծում եմ, որ այդ քաղաքական հայտարարությունների տակ կա նաև ռուսական արտաքին գերատեսչության շահը նաև, հա, որ Հայաստանը այդպես արագացված չգնա դեպի Եվրոպա, բայց կարծում եմ, որ միջպետական եւ տնտեսական փոխհարաբերությունների համար կարևորը դա չէ, կարևորն այն է, թե ինչ արագությամբ է
Հայաստանը փորձում գնալ Եվրոպա, այդ գործընթացը վերջո Սարգսյանն էլ էր ստորագրել գնում էր։ Այսինքն ինչ արագությամբ է այդ ամենը կատարվելու եւ նորից կգտնեմ ինչքանով է Եվրոպան ամենակարևոր միտքը։ Ինչքանով է Եվրոպան դառնալու առանձին ռազմաքաղաքական դաշինք։ Ինչքանով է Եվրոպան այդ 43-47 հազար ամերիկյան զորքը վերջո դուրս գա, որ ապահովում է, հա, ամերիկյան անվտանգությունը, ինքը առանձին դառնալու է խաղացող, այլ ոչ թե փշրվելու է տարբեր եվրոպական երկրների։ Կամ փշրվելու է, կամ մնալու է, բայց չի լինում։ Եվրոմիության կայունության մասին եք հարցն եք դնում։ Ոչ միայն Եվրոմիության կայունության։ Դուք ՆԱՏՕ-ն արդեն ասում եք կարող է փլուզել, բայց Եվրոմիության մասին էլ եք հիմա։ Ասում են, որ Եվրոմիությունը ինչքանով կդառնա ռազմաքաղաքական դաշինք։ Այսինքն ինչքանով կունենա սեփական զորքը։ Ինչ եք դա ընդգծում, դա բացատրեք։ Որովհետև այդ պարագայում ռազմական բախումը ամեն ինչ եկե կանգնել է արդեն ռազմական բախումների, եթե տեսնում եք, բոլորի հետ կռվում են։ Ռազմական են կռվում։ Եվ նորից կգտնեմ, ատոմային զենքի խնդիրը դառնալու է ցավոք սրտի առաջնայիններից մեկը։ Հիմա եթե դառնում է ռազմաքաղաքական դաշինք ու այդպես ողերիմ Ռուսաստանի դեմ է, ապա պարզ է, որ խզում Հայաստանի հետ միանշանակ լինելու է բոլոր առումներով։ Եվ եթե Հայաստանը այդպիսի արագությամբ շարունակում է գնալ։ Եթե դա այդպես չէ դեռ, ինչ որ հեղեղուկ վիճակ է, այդ հեղեղուկ վիճակը ոնց որ հիմա, հա, ինչ որ կծմծոցներով, բանով առաջ է շարժվելու։ Ինչ վերաբերում է Իրանին, ինչքան ես եմ հասկացել Պարսկաստանի դիվանագիտությունը, Պարսկաստանը այն հարցերը, որը վերաբերվում է Ռուսաստանին, իսկ իր մտածելակերպով Հայաստանի գեոքաղաքական, գեոստրատեգիական հարցերի խնդիրները ինքը իմ տեսակետից միշտ ուզում է ավելի շատ քննարկել Ռուսաստանի հետ։ Այսինքն ինչ որ առումով դիլիգիրovat, հա, այսինքն վերապատվիրակում է, որ դուք ասեք։ Եվ ավարտչուկը ասում է, չէ՞, բաց այդ է ասում էլ դա ավելի ճասի։ Թուրքմենչայի պայմանագիր, ռուս-իրանական պայմանագիր։ Պարսիկները Թուրքմենչայի պայմանագիրը երբեք չեն հիշում, չէ՞, չկա։ Այսինքն վերապատվիրակել են, ասում են Հայաստանը քանի որ տարիներ շարունակ եղել է ձեր հետ, 300 տարուց ավել, հա, ոչ միայն խորհրդային միության պարագայում, ապա դուք էլ ինչ որ առումով փորձեք տարածաշրջանային, հա, անալիզը, թելադանքները, թե ինչ թելադանքներ կան դրսից, ինչպես շարժվել առաջ, դուք ավելի լավ է առաջարկեք։ Այստեղ ամենացավալին այն է, որ էլի դուք բերում եք, այո, ճիշտ է, դա ասում եք այնինչ հիմա տեղի ունենում, այո։ Էլի նույն ձևով ոնց որ այն ժամանակ Մոսկովայի պայմանագիրներ ռուսը Թուրքի հետ էր քննարկում, մենք չկայինք, հիմա էլ ասում եք ռուսը Իրանի հետ է քննարկում, էլի մենք որտեղ ենք, պարզ չի։ Ինչու։ Նորից եկանք այդ նույն հարցը։ Եվ այս ընթացքում կներեք, Ադրբեջանը Ուկրաինայի հետ պայմանագրեր է կնքում։ Ճիշտ է, որովհետև Ադրբեջանը վերջնականապես իմ տեսակետն է եւ ոչ միայն Ուկրաինայի, Սլովակիայի հետ կնքեց արդեն։ Դե Ուկրաինան ավելի Այո, ցցոն է, ճիշտ է, բայց հիմա հենց հիմա ինքը ոնց որ մենք խոսում ենք երեք այնտեղ էլ Բաբիշը, Չեխիան, որը բավականաչափ, այո, որովհետև նույն թեմաներ։ Այո, որովհետև Չեխիան բավականաչափ, գիտեք, լուրջ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ծրագրեր։ Ստեղ եթե ռազմաարդյունաբերական համալիրն է թեման, Ուկրաինան ավելի շատ քաղաքական է։ Եվ եթե նկատում եք, Իտալիայի վարչապետն է պատրաստվում գալ այնտեղ, ամեն ինչ։ Խոսքով, այո, մենք արձանագրում ենք, Ադրբեջանը քաղաքականություն է վարում, մենք այստեղ։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանը վերջնականապես կողմնորոշվել է։ Հասկանում եք, Ադրբեջանը վերջնականապես կողմնորոշվել է։ Այս քայլերը ցույց են տալիս, չնայած որ, եթե հիշում եք, վերջերս կայացավ հանդիպում արտգործնախարարների փոխարտգործնախարարները, կայացավ, որ նայեք ինքնաթիռի խնդիրը լուծվեց եւ այլն։ Մի պահ Ադրբեջանն սկսեց այսպես ասենք խաղեր տալ, բայց հիմա կողմնորոշվել է։ Ինչու՞։ Իմ տեսակետն եմ ես ասում, որովհետեւ Ադրբեջանը հստակ հասկացել է, ոչ Ռուսաստանն է ներելու այն ամեն ինչ արվում է, ոչ առավել եւս Պարսկաստանը։ Կողմնորոշվել է։ Մարդը ասում է,
այս երկու երկիրներ ներքին վերջո մեր համար ճշտամական քաղաքականությունը մի հատ հլա բացեք այդ Հակի Նեազը եւ այլը մնացած իրենց անալիտիկների վերլուծությունները, որը ոչ մեկ կարծում եմ Հայաստանում շատերը չեն էլ ուշադրություն դարձնում, հա, բոլոր իրենց երևացող ու չերևացող կոնտակտները։ Մի հատ հակառուսականության եւ հակաիրանյան, այսպես գիտեք, շարան է գնում։ Եվ վերջո ով ասաց, որ Ադրբեջանը ձերբազատվել է Իսրայելի գեոքաղաքական այդ կապակից, հա? Դոմինանտությունից, ով ասեց։ Լավ, հետ են գալիս, ուրեմն Իրանը եւ Ռուսաստանը այն կետին, որ Իրանը եւ Ռուսաստանը էլի Հայաստանի մասին բանակցում են, Հայաստանը կողքից նայում է, թե ինչով կվերջանա այդ բանակցությունները եւ իր ճակատագիրը ինչպեսին կլինի, հա։ Ես դա չգիտեմ, որ բանակցում են թե չէ։ Չէ, մենք այս պահը արժանացնում ենք Հայաստանը пассив դիտորդ է էլի։ Անալիզի մեջ, անալիտիկը շատ մեծ ուղեղ նորից կրկնեմ պետք չէ ունենալ հասկանալու համար, որ եթե կա թվիպ ամերիկյան ներկայություն վերջո, հա, եթե կա Հայաստանի ընդունված օրենք, որ Հայաստանը գնալու է Եվրոմիություն, մի բան է, որ բանակցությունների արդյունքում նաև այդ խնդիրներն են քննարկվում, սա համար նորից կրկնեմ մեծ անալիտիկ պետք չի լինել։ Բայց եթե նկատում եք, այս ամեն ինչի մեջ ընդհանրապես չի երևում Չինաստանը։ Եթե Հնդկաստանը ինչ-որ առումով, հա, եւ հանդիպում է երեք գլխավոր շտաբերի, հա, երևում է ինչ-որ առումով։ Չինաստանը ընդհանրապես, հա, այս ամեն ինչի մեջ չի երևում։ Ինչու՞, որտեղ իմ տեսակետից Չինաստանն էլ այս խնդիրները այստեղի մեծ առումով վերապատվիրակել է, ինչպես դուք շատ ճիշտ ասեցիք, Իրանին։ Հիմա դուք հարցնում եք Հայաստանը այստեղ որտեղ է։ Ես ասում եմ, որ Հայաստանը, որպեսզի կարողանա հասկանա ինքը որտեղ է եւ պետք լինել, պիտի լինեն քաղաքական ծրագրերի եւ մտքերի բախում։ Մենք մինչեւ հիմա ձեր, գիտեք, ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող չասել։ Մենք մինչեւ հիմա չգիտենք 44 օրյա պատերազմը ինչու է տանուլ տվել։ Բոլորը խոսում են, ներողություն եմ խնդրում, խոսում են կարկանդակից, բաժանվելուց միանալուց, բայց 44 օրյա պատերազմի ռեալ դաշտում մեր պարտությանը, մեր ընթացքը եւ պարտության ամենակարևորագույն հանգամանքները մինչեւ հիմա մենք դուք գիտեք, ես էլ չգիտեմ, որովհետեւ հասարակությունը չգիտի։ Այսինքն ներողություն, քաղաքական անհասունություն ենք մենք դրսևորում։ Ոչ միայն դիվանագիտության թույլ զարգացվածություն, այլ նաև քաղաքական մտքի։ Ոչ բոլորը։ Իհարկե ես այն ինչ որ ասում եմ, այդպես չի որ բոլորը դրա մասին չեն, որ ընդհակառակը կամ քաղաքական դեմքեր ու նախընտրական շրջանում չի ստացվում ժողովրդին էլ դրան դարձնել այսպես մասնակի չի ստացվում այդ ծրագրերը քննել։ Մենք արդեն պետք է ավարտենք հաղորդումը, փորձում ենք եզրահանգումների գալ։ Դուք ասում եք, որ ինչ եք ասում։ Ես հստակ ասում եմ երկու բան։ Առաջին, այս ընտրությունները իրենց բնույթով պիտի դառնան, գիտեք, ճշմարտության պահ։ Եվ երկրորդ, եթե ընտրությունները այդպեսին չեն դառնում, այսինքն մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել, հատկապես 44 օրյա պատերազմ եւ այլն, եւ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է լինելու ապագայում տարածաշրջանում, մենք կարող ենք կամ եթե հասկանում ենք, պայքարում ենք, ճիշտ ուղղության վրա ենք կանգնում, հա, ընտրում ենք մեր բարեկամներին, ինչ կանել դա մեզ դուր գա կամ չգա, եւ այլն, ուրեմն կարողանում ենք վիճակից դուրս գալ։ Եթե ոչ, ընկնում ենք ավելի վատ վիճակի մեջ։ Այստեղ ամենացավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որը այժմ վարչապետ է, նա ասում է, ես գիտեմ ինչ եմ անում։ Եթե ես լինեմ, հայտնի իր ձևակերպումը, խաղաղություն է լինելու, ամեն ինչ լավ է լինելու։ Ստեղ են ասել, հայերեն լավ մի հատ խոսք կա, գիտեք, ես դա ասեմ, ես չգիտեմ։ Ինքը ասում է ես գիտեմ։ Մենակ ինքը ասում է ես գիտեմ։ Հետո ինչ։ Մյուսները չեն ասում։ Հետո ինչ։ Դա էլ ասեցի 44 օրյա պատերազմի
բաները չգիտեինք։ Խոսքերով չի։ Այո, Իմ ասելիքս նա էր, որ ասելով չի, որ ես գիտեմ։ Ճիշտ է, իհարկե։ Դա բավարար չի։ Իհարկե, շատ ճիշտ հասկացաք իմ միտքը։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, կարծում եմ ես կրկին անգամ ողջունում եմ, որ դուք վերադարձել եք քաղաքականություն, պարզ է, որ դուք վերլուծում եք, շարունակում եք այդ ամենը ձեզ համար, ձեր շրջապատի համար, այսօր մենք հնարավորություն ունենք ձեզ լսելու եւ ներկայացնելու ձեր մտքերը հասարակությանը։ Ես հիշում եմ ձեր քաղաքական գործունեությունը շատ վառ եմ հիշում եւ ուրախ կլինեմ, եթե մեր այսօրվա քննարկման արդյունքում հնչած ուրեմն մտքերը, վերլուծությունը եւ հետագայում ձեր գործունեությունը եւս օգնի մեր քաղաքական գործիչներին, թեկուզ այո, դուք բախումբարն եք օգտագործում բանավիճելու եւ բանավեճի մեջ ասում են ճշմարտությունն է ծնվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ շատ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ էի զրուցում ես, Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։